Ռուսաստանահայ գործարար ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շարունակում է խոսել ադրբեջանցիների վերադարձի թեմայով։ Վերջին հարցազրույցում սակայն նա ավելի հեռուն է գնացել եւ հիմա 300,000-ի փոխարեն խոսում է կես միլիոն անգամ 1 միլիոն ադրբեջանցու վերադարձի մասին։ 300,000 դեռ դա ամենաճշգրիտ թիվը չի։ Միգուցե դա լինի 500,000, հենց սկսեցին գալ, ով է կանգնեցնելու այդ process-ը։ Կարող է մինչև 1 միլիոն ադրբեջանցի կան։ Կարապետյանին օրերս հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով նրան էժան քաղաքական շահարկումների մեջ։ Դու փորձում ես 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգ։ Մինչ ընդդիմադիր որոշ շրջանակներ նման խոսույթ են գեներացնում, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը պնդում է, նրանք գործում են արտաքին ազդեցության շրջանակում։ Դուք խոսում եք ընդդիմադիր դաշտի այն ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը, դա Ռուսաստանի Դաշնության սցենարն է, որը իրենք գերազում են կիրառել Հայաստանի Հանրապետությունում։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ իր դիտարկումն ունի Սամվել Կարապետյանի հայտարարությունների վերաբերյալ։ Ադրբեջանը տարբեր առիթներով շոշափում է, որ Հայաստանում բնակված, այսպես ասած, ադրբեջանցիները հիմա բնականաբար շատացել են եւ, չգիտեմ, սերունդ են ունեցել եւ այլն, եւ հասկանալի է, որ եթե հարցը անմիջականորեն հայտնվի արդեն սեղանի վրա որպես քննարկվող հարց, ապա Ադրբեջանը անկասկած իր այդ բարձրաձայնած մոտեցումները դարձնելու է դրամած։ Վերլուծաբանի խոսքով մտահոգիչ է նաեւ այսպես կոչված անկլավների թեման, որը կրկին մտել է քաղաքական օրակարգ։ Անի Խաչատրյանն էլ պնդում է, 300,000-ից մինչև 1 միլիոն ադրբեջանցիների մասին խոսույթը քաղաքական տեխնոլոգիա է, հասարակությանը վախեցնելու նպատակով։ Քաղտեխնոլոգիա է, որի մասին իրենք խոսում են եւ ուզում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մանիպուլացնել, այնինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց իսկ շատ քաղաքական է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի տրվում նման ստերի, չի տրվում նման սադրանքների։ Մինչ այդ նկատենք, նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է 17 օր եւ դատելով իրադարձությունների զարգացումներից Կարապետյանի հայտարարած նշյալ թիվն աճելու պոտենցիալ դեռ ունի։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանն ունի 10.5 միլիոն բնակիչ, այնպես որ չենք զարմանա, եթե Սամվել Կարապետյանն այս թեմայով նոր հայտարարություններ անի։ Նարնե Ղուկասյան, Ռադար Արմենիա։